Մաքսիմում վրա կանգնեցի։ Ահա, հասանք Գորիս։ Հազար բարի։ Ոնց եք։ Շնորհակալություն, դուք լավն եք, բարև։ Քել հավ, քեֆ հալ։ Ինչ տրամադրության եք, բարև ձեզ։ Ճուտո ջան, բարև։ Լավ ես։ Այսինքն որ քաշում ես ականջները բարձրանում։ Էս քեզ։ Այս քեզ։ Շատ մերսի։ Հա, ասեք, ինչ եք մտածում։ Լրիվ նորմալ է։ Լրիվ չի կարա նորմալ լինի։ Լինի խաղաղություն, ամենակարևորը։ Խաղաղությունը կարևոր է։ Կարևորը խաղաղություն։ Իսկ այսօր կա խաղաղություն։ Հայություն եք մնացել լավ։ Այսօր կա խաղաղություն։ Այսօր կա խաղաղություն։ Զգում եք։ Ողջ աշխարհը կռվում է, ինչ պետք է լինի խաղաղություն։ Իսկ մեր մոտ Մեր մոտ էլ էլի կպնելու։ չի կպնելու։ Դե թույլ եք մենք հզոր չենք, միացնական չենք, ուրիշ ոչ շփել։ Ո՞ն ինչ պետք է անենք, որ միասնական լինենք։ Պետք է բոլորս մի շուրջը խոսենք։ Այդ գիտեք ինչն է։ Մեր պետության շուրջը պետք է խոսենք։ Ինչ վերաբերում է հզորությանը, առաջիկայում մենք այսօր էլ մեր բանակի զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ շատ մեծ քայլեր ենք անում։ Նախ արձանագրեմ առաջինը, որ մենք ունենք խաղաղություն։ Մենք ունենք խաղաղություն, ակնհայտ է։ Որովհետև եթե այսօր մենք խաղաղություն չունենայինք, դժվար կլիներ պատկերացրել, որ երկրի վարչապետը ավտոբուսը նստած երկրով բանակը պետք է հզորացնենք։ Մեր բանակն է հզորացնում ենք, բայց պետք է նաև արձանագրենք, մեզ ինչի համար է պետք բանակը։ Մեզ պետք է բանակը մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը պահպանելու համար։ Մենք ունենք խաղաղություն, բայց մենք պետք է նաև ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը, տեր կանգնի։ Որտեւ եթե խաղաղության տիրություն չարվեց, շատ արագ բան կլինի։ Քարուքանդ կլինի այդ խաղաղությունը եւ կդառնա լրիվ ուրիշ բան։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ տասնամյակներով կայուն խաղաղ երկրները ընդհանրապես օրերի ընթացքում հայտնվում են ինչ կարգավիճակում։ Դրա համար մեր խնդրանքը ինչա ձեզ, որ հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս ու խաղաղությանը տեր կանգնենք։ Գնաք ձեր խաղաղությանը տեր կանգնենք, որովհետեւ խաղաղությունը ձերն է, մերը չի։ Այսինքն մերն է նաև որպես քաղաքացի, որպես Հայաստան։ Մեր խնդրանքն է, որ գնանք եւ տեր կանգնենք խաղաղությանը։ Հաջորդը քան տարեկան եք։ Ես 70 եմ դառնում։ Ահա, առողջության ապահովագրության շահառու եք։ Աստված առողջություն տա, բայց եթե հանկարծ խնդիր լինի, նաև մի հսկայական մասով կառավարությունը, պետական բյուջեն ձեր փոխարեն կվճարի, որ դուք ստանաք ձեր առողջապահական ծառայությունները։ Հաջորդը ապրիլի 1-ից թոշակը ավելանում է կոպեկները 10,000 դրամ կոպեկ է։ Ես ներողություն, շատ ներողություն։ Եթե թոշակը բարձրանա, ցածրը թող բարձրանա, 200,000 թոշակ ստացողին թող չբարձրանա։ Ինչքան է ձեր թոշակը։ 42,000 42,000 կդառնա 52,000 200,000 ստացողին ինչ կդառնա։ Ինչքան կդառնա 200,000 շատ քիչ ստացող թոշակ կա, շատ քիչ մարդ։ մի քանի հոգի են Միլիոնով թոշակ են ստանում հիմա ասում։ մի քանի հոգի են եղբայր տենց մի քանի հոգի են շատ չեն մի քանի 100 հոգի երկրորդը որ առևտուրենա սուպերմարկետների մոտ միշտ էլ այդ նույնն է խոսում։ հա ոչ մի խնդիր ցածրը թող բարձրանա։ դենա բարձանում է ամենաշատը ցածրն է երկրորդը երբ որ անկանխիկ առևտուրան մի րոպե երբ որ անկանխիկ առևտուր անեք անկանխիկ առևտրի դեպքում եւս 10,000 դրամ եւս կբարձրանա այսինքն 42,000 է կստացվի որ 62,000 իսկ ներողություն որ կախեք արտորան եք այդ փողը որտեղից պետք է լինի որ մի ուրախության գնում եք գոնե 2 կոպեկ այդ ուրախությանը փոխտանք նրան էլ պետք է այդ բանից նվեր առեք
Ինչ բարձր։ Այդ փողով։ Մի Մի րոպե, այդ փողը։ Մի րոպե, եղբայր։ Եթե կանխիկ պետք է կանխիկացնել փողը տայր, այդ անկանխիկ նվերը դու տոկոսնել։ Ինչքան եք ստացի ամենաշատը։ 11600 Չէ, 11600 դրամ բան է, հետ է եկե։ Պատերում եք, մենք հələ 10 ենք ասում։ Դե վատա, եղել ու շատ լավ 2%-ներ հետո վատա։ Դե աշխատում ենք կամած, որովհետև ձեր թոշակը ինչքան է եղել ապրիլի 1-ից առաջ։ 65 ա եղել։ Հիմա եղավ կստացի որ 86 հələ այսինքն 85 պլյուս կստանաք։ Դա արդեն էական տարբերություն է։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կենսաթոշակը ըլնում է սպառողական զամբյուղից ավելի շատ։ Սպառողական։ Հա, սպառողական զամբյուղից ավելի շատ։ Հենց որ շատ մենք ենք շնորհակալ։ Շատ կարևոր է որ մենք պոզիտիվ տրամադրենք։ Որովհետև ես կարծում եմ որ մենք ընդհանրապես պետք է փոխենք նաև մեր այդ ընկալումը, որ տենազ լավ արնելու, լավ կրնի, այսօր արդեն լավ է։ Այլ բան, որ մենք այսօրվա լավը պետք է դարձնենք վաղը մի քիչ ավելի լավ, մենք չպետք է ասենք, տենազ լավ արնելու, այսօր լավ է։ Հիմա ես ձեզ ասեմ ինչով է լավ։ Դուք քաղաքացի, ես Հայաստանի վարչապետ։ Եկել ենք Գորիսի կենտրոնում, կանգնած իրար հետ խոսում ենք, բարև ենք տալիս, ասում ենք ոնց եք, ինչ կա, հարցեր կան, աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ հարց չկա։ Սկսած սոցիալական, տնտեսական, անվտանգային։ Այսօր չկա, այդ որ մեզ ասում եք բանա, այսօր որ ասում եք մենք հզոր չենք, չէ՞։ Հայաստան, չէ, մի րոպե, Հայաստան ինչքան էլ հզոր լինի, հզորության լիմիտ ունի։ Այսօր աշխարհում 4, 5, 6 քարտրակի 7 երկիր կա, որը կարա ասի ես հզոր եմ։ Այսպես բոլոր երկրները, որովհետև ուժի էներգիան այսօր կենտրոնացած է, լավ մաքսիմում 10 ուժի 90%-ը կենտրոնացած է 10% երկրներում, լավ, հա, 20% թող լինի։ Ուժի 90%-ը կենտրոնացած է 20% երկրներում։ Եվ սա փաստա, սա իրողություն է։ Հիմա ինչա պետք է անել այս իրադրության մեջ։ Պետք է հարմարվել իրադրությանը։ Մենք, հա, չէ, մենք հարմարվել ոչ թե նկատի ունեմ հանձնվել, այլ հարմարվել, երբ որ եթե նավի հետ համեմատենք, հա, նավը երբ է հաջող, երբ որ քամուն հարմարվում է, առագաստը քամին փչում է, առագաստը տանում է առաջ։ Մենք պետք է հարմարվենք։ Եվ մենք իսկ հարմարվելու համար խելք է պետք, որովհետև այդ քամուղությունը պետք է կարենաս ի վիճակի լինես հաշվարկես, առագաստի տամրությունը պետք է ի վիճակի լինես հաշվարկես, որովհետև կարող է առագաստը դեմ անես քանում պոկի տանի։ Սա շատ բարդ աշխատանք է։ Այսինքն մենք մեր մտածողության մեջ նոր շերտեր պետք է բացենք։ Մենք էլի, որ ես անընդհատ Մեսրոպ Մաշտոցի առաջին առակացը, որ բան եմ անում, անընդհատ արտասանում եմ, ինչ ասում, պարզամիտներին խորագիտություն, մեզ խորագիտություն է պետք։ Էտենա ինչ որ մեզ անընդհատ պակասել է ու պակասում է։ Խորագիտություն, որովհետև մենք երևույթների մակերեսը տեսնում ենք, մի քիչ խորքը չենք տեսնում։ Մեզ խորագիտություն է պետք։ Եվ այսօրվա մեր իրականությունը մենք մեր նախկինից ինչով ենք տարբերվում, մենք մեր նախկինից, որ մենք այսօր խորագետ ենք։ Փորձում ենք խորագետ լինել, փորձում ենք ավելի խորագետ դառնալ, եւ այս խորագիտությունն է, որ մեզ թույլ է տալիս ասել այսօր լավ է, որովհետեւ եթե այսօր տեն մեկ աշխարհում ինչ է կատարվում, եթե այսօր մենք այս խորագիտությամբ այս կետին հասած չլինեինք, այսօր էս էր այն կետը, երբ որ մենք ոտի տակ էինք ընկնելու։ Մենք ոտի տակ չենք ընկնում, մենք հանգիստ հարգալից բոլորի նկատմամբ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելով մեզ թույլ է տալիս, որ երկրի վարչապետը գա փողոցում պատահական առաջին պատեսան կանգնած ենք, ասենք բարև եք։ Շնորհակալ եմ առաջին։ Մենք ենք շնորհակալ։ Լավ է։
Պետք է կարող չէ։ Բարև ձեզ։ Դա մնացեք։ Բայ բարև ձեզ։ Պարոն համայնքի ղեկավար, լավ, դուք ո՞նց եք։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ասում եմ 10000 բարձրացնել, ասում եմ այդը երբ պետք է բարձրանալ ագին կա։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա չկա, ո՞նց եք։ Լավ են գործերը։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ինչ հարցեր ունեք մեզ ասեք հələ։ Մեզ շատ հարցեր ունենք։ Մեկը, շատը չէ էլի, մեկը, մի հարց Մի տվեք։ հարց կտամ, ասել։ Ձեր քալերը մի քիչ արագացրեք։ Ինչ ուղղությամբ։ Բոլոր ուղղություններով։ Այն վատերի մեջներից հանեք։ Մեկ Սյունիք մասնակցեն ընտրություն։ Սյունիքից մեկ տեղ չենք քինալու։ Ահա։ Բայց մեր Սյունիքում պետք է։ Արայք Հարությունյանն կա շատ գոհ եմ որ Նիկոլ Փաշինյանի մոտ տենց շատ պինդ է կանգնած էլի շատ գոհ եմ։ Արագացնել, գիտեք, լսեք, տեսեք, արագացնելու հետ կապված ես մի եզրակացության եմ եկել, այդ եզրակացությունն է հետևյալն է. ինչքան էլ արագ շարժվենք, ժամանակից արագ չենք կարող շարժվել։ Կարող է երբեմն ճիշտ է ոչ թե փորձել ժամանակին վազանցել, որովհետև ժամանակին վազանցելը շատ դժվար է, անհնար է ժամանակին վազանցել։ Պետք է ուղղակի ժամանակի հետ համընթաց նոր մյուս քաղաքացիների հետ այդ ենք խոսում, ժամանակին համընթաց, ժամանակը հասկանալով, ժամանակը գիտակցելով, ժամանակը ըմբռնելով, փորձենք առաջ շարժվել, ինչը անում ենք։ Մեկ էլ պարոն Փաշինյանի ես ուղղակի խնդրում սահմանամերձ շրջաններում, կոնկրետ խոզնավարում, դպրոցները ոնց որ ուզում են փակել միացնել։ Դպրոցը, տեսեք, որ խնացախում ինչ որ տեսեք, դպրոցը ոչ մի դպրոց չի փակվում։ Ձեր ասած բոլոր չէ, մի րոպե։ Բոլոր գյուղերի համար կառուցվում է նոր դպրոց։ Հիմա մեր հարազատ հայրենակիցները ասում են, որ երեխեքը ոնց 3 կիլոմետր, 4 կիլոմետր ենկոմ, ոնց գնան դպրոց։ Ես վերադարձա այս խոսակցություններից հետո, կարծեմ, ներքին խնձորեսկում էր կարծեմ այդ խոսակցությունը, վերադարձա և հանձնարարեցի, որ չափեն, թե մեր հայրենիքի տնից մինչև մեր երեխեքի դպրոցը, որտեղ իմ 4 երեխեքը գնացել են, քանի կիլոմետր է։ ավելի հեռու քան ստեղա։ 6 կիլոմետր գնացել են երեխեքս, ես կամավոր իմ երեխեքին ամեն օր 6 կիլոմետր տարել եմ դպրոց իմ հաշվին եւ վերադարձրել եմ։ Ես ինչի համար եմ դա արել։ Ես մտածել եմ, որ երեխեքի համար լավ է, ավելի լավ է գնալ այդ ինչ դպրոցում սովորել։ Այսինքն ես դա արել եմ լավ կրթության հետևից։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ամենայն հարգանքով, բայց դպրոցը ոչ հաշվապահի համար է, ոչ տնօրենի համար է, ոչ ուսուցչի համար է, առաջին հերթին դպրոցը աշակերտի համար է։ Եվ մենք պետք է անենք հետևյալը, երաշխավորենք, որ երեխան ստանա նորմալ կրթություն։ Նորմալ կրթության մեջ մտնում է նաև միջավայրը, որ չի կարա 4 հոգանոց դպրոց լինի, 10 հոգանոց, 20 հոգանոց դպրոց լինի, որովհետև երեխան դպրոցում պետք է մեծ թվով մարդկանց հետ հարաբերվելու ընդունակություն ձեռք բերվի։ Հաջորդը, երեխան պետք է ունենա խաղահրապարակ նորմալ, մարզադահլիճ, լաբորատորիաներ, հանդիսությունների դահլիճ, բեմ ստեղծագործելու եւ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որովհետեւ երեխայի հետագա կյանքի կենսագրության հարցը հարուստ կամ աղքատ լինելու հարցը լուծվում է այդտեղ։ Ձեր ասած դպրոցներում սովորած երեխաների մեծ մասը աղքատ են մնալու իրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Սերլերի գաղափարների հետ համանում չեմ, ուղղակի չեմ ուզում սահմանները դատարկվեն։ Սահմանը ինչի պետք է դատարկվի։ Կոնկրետ խոզնավարից ընտանիք գիտեմ, որ երեխաներին սովորելու համար եկել են տեղափոխվել են Գորիս Վարձով։ Ահա, բա այդ եմ ասում։ Բա մենք հիմա այդ հարցին պատասխանեցիք։ Բա մենք հիմա բացում ենք իրանց համար դպրոց, որ չտեղափոխվեն, Գորիս գալու անհրաժեշտություն չունի։ Հիմա շարունակություն ասեմ։ Մի րոպե, բա ինչի համար դուք ասացիք, չէ՞ որ կրթության համար տեղափոխվել է գյուղից։ Մենք հիմա ինչ ենք անում։ Հարմար վայրում մի քանի գյուղերի համար նախատեսված կրթահամալիր ենք ստեղծում։ Այդ հարմար կրթահամալից գյուղ տանող ճանապարհը նորոգում ենք, ավտոմեքենա ենք ձեռք բերում, որ ավտոմեքենան գնա երեխեքին գյուղերից հավաքի բերի դպրոց, երեկոյան տանի իրանց տուն։
Եվ սա է այն պայմանը, որ ծնողին չի մղելու, որ նրանք գյուղը լքեն։ Եվ հիմա ծնողները առաջարկություն ունեն, քննարկում ենք, ասում են կարող է դեպք լինի, որ այդ գումարը, որ ծախսելու եք երեխեքի գնալ գալու վրա, ծնողներին տակ, ծնողները իրանք կարող է գործ են գնում եւ այլը, տանեն դպրոց հասնեն, էտել ենք քննարկում։ Հիմա ձեր ցույց տված օրինակը, հենց տեսեք, չէ, դուք օրինակ բերեցիք։ Ցույց տվեց, որ մեր այս արածը ոչ թե գյուղերը դատարկելու համար, այլ ընդհակառակը գյուղերը լցնելու համար է։ Ճիշտ եք ասում, ուղղակի չեմ ուզում համախմբել կոնկրետ Խնածախ գյուղում բնակիչները շատանան Խոզնավարի կամ Կորնիձորի հաշվին։ Չեն ոչ մեկի հաշվի չլքեն իրանց։ Հարգելիս, տեսեք, իրանց տունը մարդը ինչի համար է լքում, որովհետեւ չէ, մի րոպե։ Մարդը իր տունը լքում է, դուք ասցիք, որ երեխեն նորմալ կրթություն ստանա։ Մենք մարդուն ասում ենք, ձեր տանը ապրեք, հարգելիս, մենք ձեր երեխուն նորմալ կրթությունը կապահովենք, տնից գնալու անհրաժեշտություն չկա։ Հլը ընդհակառակը, եթե բոլոր գյուղերում են 16 միլիոններից հա, այդ դպրոցը, այդ գյուղերում էլ 16 միլիոնի ծրագրով բացում ենք, որ մարդիկ ընդհակառակը նոր տներ կառուցեն, երեխա ունենան, որ հլա նույնն էլ մանկապարտեզ է, այն օրը բանում Մարալիկում ասում է, ոնց կլինի, ասում է 3 կիլոմետր հեռու է մանկապարտեզը բանից, իմ տնից, ես էլի հետո ֆայմեցի, ես իմ երեխեքին մանկապարտեզ եմ ուղարկել էլի իմ տնից 6 կիլոմետր հեռավորության վրա, 6 կիլոմետր հեռավորության վրա, մենք չենք կարա ամբողջ հանրապետությունում մանկապարտեզները նենց կառուցեն, որ բոլորից 100 մետրի վրա լինի, չի դա հնարավոր չի ուղղակի, մեկից պետքա, հա մեկից կլինի 100 մետր, մեկից 200, մյուսին 500, երրորդինը 1 կիլոմետր, չորրորդինը 2 կիլոմետր, հինգերորդինը 3 կիլոմետր, կլինի նույնիսկ 5 կիլոմետր, բայց դա քաղաքային նորմալ Խոզնավարի ճանապարհը բան վարչապետ, անց տարի ենք սարքել, Խնածախին այս տարի ենք սարքել։ Ճանապարհներն է սարքում։ Անեդ որ ոչ մի լավա, ոչ մի դպրոց չի փակվում։ Մենք փակում ենք 1000 ներողություն, ավիրված դպրոցներ, որոնք ավիրված են եւ որտեղ աշակերտ չկա։ Երեխեքին ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Երեխուն 10 քանի տարի պահում ենք, 10 տարի պահում ենք 7 հոգանոց դպրոցում, հետո իրան բաց ենք թողում, կներեք այդ բաց թողել արտահայտության համար, հա, բայց ազատ ենք տանում ենք 7 միլիարդանոց աշխարհ, ասում ենք դե շփվի։ Կներեք 1000 ներողություն տանում ենք 1000 հոգանոց զորամաս, ասում ենք դե ստեղ ծառայի։ Հետո ասում ենք, բայ այս երեխեքը խի չդիմացան։ Այս երեխեքը 1000 ներողություն ինչի ինքնասպանություն գործեին, որովհետև դպրոցը ամենակարևորը այն չի, որ ինքը իմանա Իսպանիայի մայրաքաղաքը, որն այդ էլ է կարևոր, բայց կարևոր է իմանա շփվել տարբեր բնավորությունների, տարբեր իրավիճակների, տարբեր մարդկանց, տարբեր պետք է տնից դուրս գա երեխեն, հասկանում եք, երեխու հասունացման ամենակարևոր process-ը տնից դուրս գալն է, տնից դուրս գալը, մենք ուզում ենք այո, որ տնից դուրս գա, գնա դպրոց, տնից կտրված լինի, որ ժամանակ պապայից, մամայից կտրված լինի, իրիկունը կգա տուն, պապայի, մամայի կարոտը կառնի։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Ես չեմ տվել, խոսքի ազատությունը դուք եք նվաճել, ես չեմ տվել։ Բարև ձեզ, սպասեք ձեզ էլ բանից տան երեխեք։ Ես քեզ, այ, ես էլ քեզ։ Մերսի շատ մեծ։ Մերսի շատ։ Իրոպե, հալո։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ տրամադրության եք, ինչ հարց ունեք մեզ։ Դե կարևորը որ երկիր խաղաղինի ամեն ինչը Ես ձեզ մի բան ասեմ, իմ փորձը ցույց է տալիս, այսքան ժամանակ որ մարդկանց ասում եմ ինչ կա, ինչ մարդկանց 60, 70, 80% առաջ խաղաղությունն է ասում։ դե հա կարևորը խաղաղությունն է մնաց։ Իսկ այսօրվա մեր խաղաղության մասին դուք ինչ կարծիքի եք։ Մտածում եմ որ իստու լավ կլինի։ Իսկ այսօր ինչով լավ չի այդ առումով։ Ճիշտ է, ունենք հարցեր, որ պետք է լուծենք, բայց խաղաղությունով պետք է լուծվի այդ հարցերը։ Խաղաղությունով, եթե չխաղաղությունով այդ հարցերը ոչ միայն չի լուծվելու, այլև ընդհակառակը խորանալու է։ Խորանալու է։ Եվ այսօր որ կան, որ ասում են
Չէ, հա մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ուրիշ խաղաղություն է։ Այս խաղաղությունից նահանջելը, այս խաղաղությունից բանանելը, շեղվելը, այդ նշանակում է բոլորովին ուրիշ բան, բոլորովին ուրիշ բան։ Այդ նշանակում է պատերազմ հանուն ավելի լավ խաղաղություն։ Այդ նշանակում է պատերազմ հանուն ավելի լավ խաղաղություն։ Տեն չեն ասում, օտեն չեն ասելու, բայց փաստացի ստացվում է պատերազմ ասում են մենք ավելի լավ խաղաղություն ենք ուզում, ո՞նց։ Կամ ավելի լավ խաղաղությունը ի՞նչ է։ Ինչ է ավելի լավ խաղաղությունը։ Պետք է բացատրվի ինչ է ավելի լավ խաղաղությունը։ Ըստ էության այդ մարդկանց խոսույթը վերլուծելով ես ակնհայտ գալիս եմ հետևյալ եզրակացության։ Մարդիկ ուզում են պատերազմ հանուն ավելի լավ խաղաղության։ Դա աբսուրդ է։ Դա աբսուրդ է։ լինի, որ ամեն ինչ բարի հաջող լինի։ Լավ եք։ Հա, շնորհակալություն։ Չէ, բա խոսքի ազատությունը։ Բա խոսքի ազատ։ Հա, երեխեք ջան։ Հոպ։ Դուր։ Ես Ես էլ սպասի քո գլխարկին դնեմ ավելի լավ է։ Ես էլ քեզ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ես քեզ։ Լավ ես։ Ինչ անում։ Ես համլետ, ես կարող եմ Հա։ Շատ լավ եղբայր։ Քարտեզը դուր։ Որտե կպցնեմ։ Գլխարկին ավելի լավ։ Ոյ չէ, չստացվեց գլխարկից, սպասի։ Դա վերցրու դու կպցնես, որտե հարմարն է։ Ես էլ քեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև։ Ինչ հարց ունեք մեզ։ Նորմալ է։ Հա, այդ նորմալը արձանագրում այս հարցը որն է, որին մենք պետք է պա։ Դե տեն չի, մի հարց պետք է տաս, չէ։ Մտածի մի Ինչ էր ասում։ Բան չկա, ասում։ Աս։ Պինդել կմնանք հետա։ Ինչ Մասերիկ։ Մենք ձիգ Բարի գալուս 1000 բարի։ Շատ լավ։ Ես մշակույթի աշխատող եմ։ Ուրախ եմ շատ։ Արվեստի թատրոնի հիմնադիր ռեժիսորներից մեկը։ Ուրախ։ Արվեստի վարչակավոր գործիչ։ Այս տանը միասին 3 տարի ապրել եմ Երվանդ Մանավյանի հետ միասին։ Ուրախ ծառայողական բնակարան։ Դա այդպես մեզ հուզող հարցը նա է, որ մշակույթը մեզ մոտ մի քիչ, իմ կարծիքով, մի քիչ ոչ թե անտեսված է, այլ պարզապես կողքի է։ Ես ստանում եմ 95,000 դրամ։ Դուք որպես ինչ եք աշխատում։ Որպես եւ բեմադրող ռեժիսոր, եւ որպես դերասան, ամեն ինչ։ Հիմա գիտեք, մենք այդ հարցը լուծելու մի բանաձև ենք որդեգրել, որը կարծում եմ, որ ճիշտ բանաձև է։ Ընդհանրապես արվեստը մեր ընկալումն է նա, որ արվեստը մարդկանց համար է, որովհետև չի կարող օրինակ լինի բեմ, որ լինի մենակ բեմ, եւ պատկերացեք տենց բեմ, որտեղ չկա դահլիճ եւ նստելու տեղ չկա։ Չկա տենց բեմ։ Այսինքն հետեւաբար հակառակ դեպքում, եթե որտեղ կան, ասում են, չէ, արվեստը արվեստի համար չէ, այլ արվեստը մարդկանց համար չէ, այլ արվեստը արվեստի համար։ Ասում եմ շատ լավ, ուրեմն եկեք կառուցենք բեմեր, որից բեմից մի մետր ենկոմ պատը լինի եւ սենց պատերով ոչ մի նստելու տեղ չլինի։ Կարա տենց բեմը լինի, չի կարա տենց բեմը լինի։ Հետեւաբար արվեստը մարդկանց համար։ Եվ մենք այսպեսի մի բանաձև ենք որդեգրել։ Մենք ասում ենք մշակութային կազմակերպությունները ինչքան իրանք տոմս են վաճառում, պետության ֆինանսավորումը կապվում այս բանաձևի հետ։ Մենք տեսնում ենք, որ մշակութային կազմակերպությունը ապրում է մարդկանց հետ, ծառայում է մարդկանց եւ մարդկանց կապում է արվեստին։ Եվ մենք Երևանում 1, 2, 3 մի քանի թատրոնների
օրինակով այդ բանաձևը դրել ենք, առաջիկայում ձեր մոտ էլ կդնենք եւ ձեր աշխատանքի միջոցով դուք ինքներդ ձեր ֆինանսավորումը կկարողանաք ավելացնել։ Էլ չեմ ասում, որ այո, աբոնեմենտային ծրագիր ունենք, որ դպրոցականներին ֆինանսավորում ենք, որ կան թատրոն։ Աշխատավարձը, այսօր ես ձեզ ասեմ, իմ ունեցած տեղեկություններով, այսօր Երևանում կան թատրոններ, որոնց լավ, դուք ոնց եք։ Լավինես է ժուրտի լավլապաներ ասիլա խացուրու։ Լամանա, դու լավ մարդես, լամանա։ Շնորհակալ եմ շատ։ Քվեարկելու եք մեր օգտին հունիս։ Հաստատ։ Բավոտ։ Իսկ ելով կա շրջապատում հարևան։ Բոլորն էլ քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Երևանում իմ ունեցած տեղեկություններով կարանք ճշտենք, եթե դուք սխալ տեղյակ եք, օրինակ Երևանում թատրոնների տնօրեններ կան, որ 1.5-2 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում այս նոր համակարգի բերում։ Ասված 600-ից 800,000 մենք 3-ից 5%։ Այսինքն խնդիրը հետևյալն է, բեմադրում եք Գորիսի ժողովրդին հետաքրքրություն եք առաջացնում, գալիս են, մենք ինչքան գալիս են, մենք ժողովրդի հետևից ֆինանսավորումը Դա ամբողջ թատրոնը տնօրենների համար առանձին ծրագիր։ Չէ, այդ եմ ասում, որովհետև տնօրենի աշխատած արդեն ինձ կատարա, որ սեփական եկամուտները աճել են, ուրիշ տարբերակ չկա։ Համայնքային թատրոն, հա։ Եվ 90-ը կդառնա 180, 180-ը կդառնա 360 եւ ամբողջը կախված կլինի ձեր աշխատանքից։ Պայմանավորվենք։ Արվեստը հարևան։ Իսկ որ մի րոպե, այս այդ ձգության թեման եմ ուզում հասկանամ, դա ինչ թեմա է։ Ինչ, ավելի ինչ։ Հապարես գալիս, միջև շկավա, ինչ են պատմում դա։ Լավ լինի։ Դե ժողովրդավարության սահմանների մասին է խոսքը, ժողովրդավարության չափ, ինչև ինչքան սահման, փիլիսոփայական խոսակցություն է, որը աշխարհում կա այդ խոսակցությունը։ Չէ, բայց եկեք արձանագրենք նաև, որ այնպես չի, որ հիմա Հայաստանում համատարած կոնսենսուս է, որ Հայաստանում տենց ժողովրդավար։ Շատերը բանի մեջ են մեղադրում մեզ։ Շատերը հա, նույնիսկ ես օրինակ ասենք այդ բանը մի քիչ լավ չեմ հասկանում, որովհետև մենք պետք է խոսենք ինստիտուցիոնալ բանի մասին։ Այն ընկալումը, որ ասենք ասենք բաները ղեկավարը պետք է ասեն ժանիքները տնգած, մռութը կիտած, ցնցարած բան Հիմա վատ եկել եմ կանգնել եմ, ստեղ խոսում եմ, շփվում եմ ձեզ հետ։ Վատա, այդ ձեր ասած բանի ստիլի ղեկավարը երբեք չի գա կանգնի։ Կամ էլ եթե գա էլ ինչ որ բեմադրված բաներով եւ այլն եւ այլն։ Հիմա ագրեսիվ խոսույթի մասին է ստեղ խոսքը ընդդիմադիրների կողմից, ես այդքան Լսեք, դա ավելի շատ սահմանափակ։ Ես ասում եմ իմ կարծիքով դա բանա, դա քաղաքական հարց է, բայց այդ քաղաքական հարցն էլ պետք է լուծվի ընտրությունների միջոցով։ Որովհետև հակառակ դեպքում, ասենք իշխանությունը այդ ուղղությամբ իհարկե եմ ասում, էլի օրենք օրինականությունը գործում է, բայց հələ տեսեք ինչ դեպքեր կա, ասում են վայ, բանի ասելու համար մարդուն տարան դատեցին։ Ասում են մարդը ասեց, ինչ ասեց հեղաշրջում, բանակ կոչ արեց բանակին, ասեց հեղաշրջում արա։ Մարդուն տարան դատեցին ընդամենը ինչ էր արել։ Բա որ լսեք, բանակը ասի, բանակա, չէ բանան նայել բանակա, ասի լսեք, մեր հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու ըստ էության ամենաբարձր կարգավիճակ ունեցող, ըստ էության Աստծուն ամենամոտ գտնվող մարդը, որ մեզ ասում է հեղաշրջում արեք։ Բանակը բռնի ասի, հա, դե որ ասում է եկեք հեղաշրջում արենք, դավայ տանկերը քշեցին քաղաքի մեջ։ Այդ ժամանակ նկատի ունեմ երկրի մի մասը ասում է իշխանությունը ձիգ չի բավարար չափով, մյուս մասը ասում է բռնակալական իշխանությունը։ Այդ նշանակում է, որ մենք ճիշտ բալանսի վրա ենք, որովհետև ես համաձայն եմ թույլ իշխանությունը տաղետ է, բայց ինչի՞ց է երևում, օրինակ լսեք, այդ որ ասում են թույլ, միջազգայինորեն թույլ, ամենապրիմիտիվ բանն եմ ուզում ասեմ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվին, կարծեմ, թե կարող է թիվը խառնեմ 24, Հայաստանի միջազգային օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն են։ Բա ուժեղ իշխանությունը չի մտածել, մենք, չէ, էսա հերթով գալիս եմ, ուժեղ իշխանությունը, բա ուժեղ իշխանություն են եղել, բան, բոդիբիլդինգ, բան,
Չի մտածել, ասել լսեք, բա օտար երկացին, որ գալիս է մեր երկիրա, տեսնում է, որ իհարկե դրա համար առիթ կար, մի հատ էլ մեր հարգելի օտար երկրա սահմանապահը սկսում է բան անել, էլի ծաղրել հյուրին ու հյուրի միջոցով ծաղրել երրորդ երկրին։ Բայց այդ ուժեղ ղեկավարները չեն մտածել, ասել են հիմա իրանց տան դեմը տան մուտքի մոտ այդ ուժեղ տղամարդկանց կա օտար երկրա բան կա անցակետ կա իրանց տուն մտնել դուրս գալիս ստուգում է Հայաստան իրանց սահմանը անցակետը ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերի հսկողության տակ է թույլ իշխանությունը sense թույլ իշխանություն կլինի բռնել իր երկրի միջազգային օդանավականը 100% ինքնիշխանությունով ապահովել է Իրան Հայաստան սահմանի անցակետը 100%-ով ինքնիշխանությունով ապահովել է բայց այդ ուժեղ իշխանությունը ինչի չէր անում դա ինչն էր պատճառը որ չէր անում նկատի ունեմ այդ ամեն ինչը շատ հարաբերական է ես հասկանում եմ ընդհանրապես մեր մոտ ես հասկանում եմ նաև որ բռնության կուլտուրան ավելի ուժեղ է քան համագործակցության կուլտուրան, բայց մենք պետք է փոխվենք։ Մենք մտածում ենք, ասում ենք, լսեք, ոչ մեկս է բացարձակ խելք չենք, էլի նեն չի որ իմաստության աղբյուր ենք։ Իշխանությունն էլ կարա սխալվի, բոլորը կա, բայց որն է դրա այդ հարցին առնչվելու ճիշտ երկխոսությունը, որ դուք որևէ մեկը մտավախություն չունենա, ասի իշխանություն ոնց որ այս հարցում համաձայն չեմ, մի հատ եկեք վերանայենք, ինչ Եվ քննարկման արդյունքում չի նշանակում, որ պարդատիր կփող։ Կարող է ընդհակառակը քննարկման արդյունքում պարզվի, որ շատ էլ ճիշտ է, որովհետև միշտ չի, որ առաջին հայացքի տպավորությունը ճիշտ է։ Էնպես որ, բա ժողովուրդ ջան, ձիգ, ոչ ձիգ իշխանություն, ոնց կար նախ ոչ ձիգ քաղաքական թիմը եւ քաղաքական լիդերը։ Ոնց կարային 2018 թվականին անեին, ինչ որ անեին։ Հա մենք ձիգ չէինք, որ ջարդ ու փշուր անեինք։ Ընդամենը մի դուռ ենք ջարդել, էտել հետո նորոգ ենք։ Չէ, լսեք, մենք ձիգ ենք, որովհետև մենք վստահ ենք մեր քաղաքական ճանապարհի մեջ։ Կներեք, ոչ ձիգ իշխանությունը ոնց կարար 18 թվից հետո մենք 8 տարի Հայաստանում կառավարող ուժ ենք, ոնց կարա ոչ ձիգ անձը եւ քաղաքական ուժը ոնց կարա պահի ոնց կարա մնա բանի իշխանության ղեկին ինչերի միջով ենք անցել ոնց կարա ոչ ձիգ իշխանություն այդ ամեն ինչը բան կրնի քարուքանդ կրնի ավազ քարուքանդ կրնի հա բան պատեզներում մարդ չենք խփել ձիգ ենք դրա համար չենք խփել որովհետև որևէ մարդու ապրելը մեզ խոճապի չի մատնել մենք իրական շատ ձիգ ենք իսկ այսպես կոչված ձիգ իշխանությունների ժամանակ Երևանի կենտրոնում դարձ ոստիկանատը գումն էին գրավում այո Բարով արժապետ, ըստ էության բանը, մեդիայի, լրատվական դաշտի այդ բանը մարդկանց նյարդերի վրա ազդում, դրա համար ես ամեն ինչին վերաբերվում, այդ է խնդիրը։ Թույլ իշխանություն, ասում եմ, թույլ իշխանությունը ոնց է օդանավականում հաստատում 100%-անոց հայկական ինքնիշխանություն։ Մեղրի անցակետում, ոնց։ Ես տամցրան Լավ եք երեխեք Նկարվենք եկեք Տամցրանից ձեզ Այսենց Ով ազում նկարվի, եթե ուզում եք նկարվեք Սրանից եք ուզում Լավնա չէ դու նետ գալիս հա Էս ձեր մասին է Էս ձեր երկիրն է
նկարում եք ինչ որտեղ հրապարակում եք։ Այս կուրտկեն կպահի, լավ կարողա չպահի, ես դու վերցրու, որ դե հարմանա կփակցնես ընդեղ։ Կպահի ես կուրտկեն։ Հա, պահեց։ Բարև ձեզ։ Ոնց ես, մի րոպե։ Քեզ նվիրեմ սրանից։ Ինչ անունդ։ Ինչ Սիլվի։ Սիլվի, շատ սիրուն անուն է։ Ոնց եք, դուք ինչ հարց ունեք մեզ։ Մեր հարցը ես դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն եմ։ Հա։ Ես մեր երրորդ դպրոցի բաժնային անվան։ Ուղղակի մեր դաշտը, ֆուտբոլի դաշտը 300 դպրոց 500 մանկապարտեզով կարգավորենք։ Հիմա տեսեք, 300 դպրոցի ծրագիրը ավարտում ենք 26 թվին։ Ինչն է հաջորդը։ Հաջորդ 300 դպրոցը։ Այսինքն մենք այդ սկսեցինք դպրոցները կառուցել, վերակառուցել, հետո հասկացանք, որ հանրապետությունում երևի մի 10-20 դպրոց կա, որը առնվազն վերակառուցման կարիք Հիմա չունի։ մեր դպրոցը ուժեղ վերակառուցման տակ է։ Դե ուրեմն ձեր գործը ավելի հեշտ է, դաշտն է կսարքի։ Մեծ ուղղակի ֆուտբոլի դաշտի հարցն է։ Տեսեք, մեր քաղաքականությունն է, որ բոլոր դպրոցները պետք է ունենան եւ սպորտ դահլիճ եւ բացօթյա խաղահրապարակ ֆուտբոլի դաշտ թե հա ընդ որում բոլորի Մենք բացօթյա ոչինչ չունենք, ֆուտբոլի դաշտ Կունենաք։ ամխիթար վիճակում։ Կունենաք։ Հա, այս դպրոցի վերևի մասում Վստահ եղեք ֆուտբոլի կունենաք։ դաշտ ունենք, ուղղակի երեխաների համար կառուցենք։ Իսկ ատեստավորվել եք թե չէ։ Դեռ ոչ։ Դե ատեստավորեք, աշխատավարձն եք կրկնավորեք դառնալ։ Բարև ձեզ։ Ում չեմ բարև է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Հիմա դուք օրինակ պասային թխվածքներ թխում եք։ Հա, բայց ինչի պասային բուլկեղեն էլ կարաք թխեք, ինչի չեք թխում, լավ եք։ Պարկա։ Ձեր արտադրամասին մի հատ նվիրենք սրանից։ Ես ձեզ հաջողություն ձեր գործին։ Նվիրեմ ձեզ սրանից, բայց քո սկուրտկեն հաստա, գիտես, չի պահի։ Քոնը բարակա, քոնը ես կփակցնեմ իմ ձեռքով, լավ ես։ Ինչով եք զբաղվում։ Ֆուտբոլով, բասկետբոլով։ Շատ լավ, բա ֆուտբոլի դաշտ կա։ Չէ։ Դե պետքա սարքենք, ասեցին, որ չկա ֆուտբոլի դաշտ։ Քանի դաշտ կա։ 4 հատ ֆուտբոլից մինի դաշտ Նորմալ, այն արհեստական ֆուտբոլ։ Հազա նոր սարք։ Դե 4 հատը ված չի արդեն։ 100 մետր մոտիկ է ուզում եմ փոխել։ Բայց դե ինչքան աշակերտ կա Գորիսում։ Չեմ կարող Դե նկատի ունեմ իրականում որ մի 4 հատելը լինի նորմալ կլինի, էլի Գորիսին չէ։ Մենք որ համասարքում ենք, որ համարչապես սումեսիով։ Այդ համասը պարտադիր սպորտային հրապարակները պարտադիր։ Հա, շատ լավ։ Շատ լավ է, շատ ճիշտ է։ Բարև ձեզ։ Բարև։ Նորմալ։ Ճիշտ ասած մի քիչ անձնական հարց է, չգիտեմ հնարավոր է ավելի առանձին ձեզ հետ։ Առանձին չէ, եթե գրած բան ունեք, փորձեք։ Հիմա ես կխնդրեմ մի ընդհանուր 2 րոպե լսել ինձ։ Ես անհանգստացած եմ մեր դատական համակարգի աշխատելավոճով։ 4 տարի առաջ Գորիսի քաղաքացի Հարություն Սիմոնյանը հայրիկի սպանել է, օրեղբորս սպանության փորձ է կատարել։ 4 տարի շարունակ դատական նիստը կայացել է եւ վերջում Առաջինատյանի դատավոր Նապոլեոն Օհանյանը նվազագույնից ցածր տարիներով է դատել մարդասպանին։ Այդ մի մարդասպանը իր ամբողջ բողոքարկել եք։ Բողոքարկել եմ։ Հիմա որտեղ է։ Հիմա վերաքննիչ դատարանում է, բայց ես դատական գործ է։ ունեմ հարգելի պարոն Փաշինյան։ Բնականաբար գիտեմ, որ դատական գործ է, Առաջինատյանի դեպքում էլ գիտենք, որ դատական գործ է, քանի որ մենք խոսում ենք միշտ արտաքին խաղաղության մասին։
Լսում եմ։ Ես ուզում եմ, որ լավ իմ երկրում ապրելով այդ խաղաղությունը լինի արդարության սահմաններում թերևս։ Հիմա ես մի փոքր անհանգստացած եմ արդյոք իմ այս նամակը, ես դες էլի նամակներ գրել եմ, չգիտեմ դուք կարդացել եք թե չէ, հիմա անհանգստացած եմ արդյոք դուք այս նամակները ընթերցելու եք թե չէ։ Ինչով եք գրել էլեկտրոնային փոստով։ Էլեկտրոնային եմ ուղարկել։ Էլեկտրոնային փոստով որ գրած լինեք, կարդացած կլինեմ։ Կարդացած կլինեմ։ Ուրը բան գերտը։ Խնդրում եմ լինել հետևողական, որովհետև բնականաբար Բայց դե գիտեք դատական համակարգում մեր հետևողականությունը որոշակի սահմանափակումներ ունի, դա էլ պետք է։ Գիտեմ, ես հետաքրքրվել եմ, գիտեմ, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ ձեր խոսքը բնականաբար իրենց ավելի Գիտեք, ես ձեզ անկեղծ ասեմ, ես խոսքը տեղ չեմ կարող ասել, բայց ես կհետաքրքրվեմ արդարադատության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների եւ իրավասությունների շրջանակում կտեսնենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Մարիկ ջան։ Ո՞նց եք։ Ո՞նց է ձեր տրամադրությունը։ Լավ է, կարևոր տրամադրությունը լավ է։ Թոշակները ավելանում են։ Թոշակները չեն ավելացել։ Ապրիլի 1-ից։ 52 տարի մանկավարժ եմ աշխատել, ամեն տարի։ Հիմա ինչքան եք ստանում։ Հիմա ինչքան եք ստանում։ Իր ապարտքերը տալիս, հա, բայց երևի չհասնում։ Ինչքան եք ստանում հիմա։ Թոշակ։ Կարևոր է։ Չէ։ 52 տարի աշխատել եմ։ Դե 10000 դրամ կավելանա ապրիլի 1-ից։ Չեք հավատում։ Չեմ հավատում։ Եվ անկանխիկ առևտրի դեպքում եւ Հավատում, բայց դա պետությունը չի էլի ավելացում։ Դա իմ աշխատանքի եկամտահան կա։ կա, տենց տրամաբանություն էլ կա, տենց տրամաբանություն էլ կա։ Ինձանից Այդ թվում ուզում են հետ տալ։ Այո, կա տենց տրամաբանություն, համաձայն եմ։ Այդ թվում ճիշտ եք, միանշանակ։ Այդ թվում առողջության ապահովագրության շահառու եք, Աստված ձեզ առողջություն տա, բայց բարդ է, եթե կարիքը լինի, իմացեք Խաղաղություն լինի մեր երկրին, Էլի- կարևորը դա է, կարևորը թոշակը չի։ այո, արդեն 80% եւ ավել մարդիկ անպայման վերադառնում են խաղաղության։ Լավ եղեք, շնորհակալ եք։ Ձեր աշխատանքի համար ենք շնորհակալ, ձեր վաստակի համար ենք շնորհակալ։ 52 տարի դպրոցում աշխատել։ Ինչ եք դասավանդել։ Ֆիզիկա։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր։ Արի, այ իմ հետ սենց։ Շնորհակալություն։ Սենց փակսվենք։ Մեր շարժվելու ժամը երբ է, ով գիտի։ Ինչքան ենք մենք մնալու։ Մենք 3-ին ոնց որ ընդհանրապես ենք։ Հա? Շատ։ Վերջի ժամը ո՞րն է։ Բարև եղբայրներ։ Ոնց եք, նվիրեմ ձեզ սրանից։ Այս 1 Ես էլ 2 Այս սենց Լավ եք, ինչով եք զբաղվում։ Սպորտ։ Անգամ ենք մեր ֆուտբոլ մեր դպրոցի վերևից։ Ձեր ֆիզկուլտուրայի ուսուցչին մենք տեսանք, ինքը ասեց ամեն ինչ արդեն։ Ստեսություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչ ունեք մեզ ասելու, ինչ հարց ունեք։ Շատ բան ունենք ասելու։ Մեկը չէ, շատը չէ, էլի։ Ուղղակի համառոտ երբ Մի օրինակ, մի կոնկրետ օրինակ, այդ ամեն ինչ մենք սահմանաներ ենք, հանգիստ ունենք։ Եվ մնացած հանգիստ քնում եք։ Այդ արժի չէ ինչ որ։ ամեն ինչ արժի դրա մեջ ամփոփված Ես լիցեի մեծարելու համար, բոլորի փոխարինը, ուրախ է իրենալ, ես ներկա։ Ֆանարի համար ենք դեռ։ Եղբայր բարև։ Լավ եք։ Բարև։ Լավ եք։ Հիշատակում է խաղաղություն։ Ստեղ մենք ենք առողջ, ասում եմ մարդկանց հետ որ շփվում ենք,
Գործնականում 80%-ը մարդկանց, եթե ոչ առաջին, կամ մեկ ուրիշ տեղից Եվ ես նախ իչեմ անում ուրախ եմ, որ մարդիկ վստահում են խաղաղությանը, բայց ես վստահ ասում եմ, որ մենք ունենք խաղաղություն, բայց ներկայացնում են որ խաղաղությունը հանդիպի կարիքների եւ խաղաղությանը Պարոն Փաշինյան, Պարոն քաղաքապետ, եկեք հենց գնանք տենամ ինչ ենք նկատի ունեմ պլանների մեջ կա ձեր Ես տալ ասում ունենցան ատել ուղարկել ես խաղամասը։ Չէ, հետագայում էս է։ Դրսի հատված, որը Էս Դե հաջող պարոն նախատեսեցին։ Ստեղին բասկետբոլ, շրջանը մենք կաշկանդվածություն ունենք նյութական բաներ փոստանալ եւ այլն, բայց իգիտությունը ընդունում ենք հետագայում կնայենք համենքներ կնայի կդիտարկի բասկետբոլը պոպուլար բացի Շատ են խրաբարանում։ Էս է ձեզ Հաջող խաղցրել Ալխասարա Կամ կարաս տենց անես QR-ը տանում եմ մեր կուսակցության կայք Ուշադրություն Մի հատ է Ահա, վերջ Բասկետբոլը կարմասարա կարևմության մշակույթն է ավելի շատ դառնում, բաղ վարչապետ Չէ, ինքը ինձ թվում է գիտեք բակերում բանում Բողոք է? Ինչ բողոք ունեք, ասեք Քչով խաղալու ավելի Ասեք Ինչ? Ասվալտը? Հա Ասեք մի գոլանի Ասֆալտ են ուզում, բան Ասեց, աղջիկն ասեց, ասֆալտ Որ փողոցի Ուզում եք լավ եք Լավ բան եք Ինձ թվում է համայնքի ղեկավարը լսել նախկին հիմա մենք երեխեք տեսեք մեր օրենսդրությունը սահմանափակված է ես իրավունք չունեմ հիմա ձեզ ասել երեխեք ելավ ջեր փողոցը կասֆալտացնել որովհետև սահմանափակված է բայց տենց շրջում ենք հարցերը հավաքում ենք ֆիքսվում է հետագայում կնայենք մեր տարբերություն կամ սուբվենցիա կամ կառավարության ծրագրերով կարող է ձեր գործերը այնքան լավ է մի ասեք լավ է գործն է համայնքի ու կառավարության Սուրոն քաղաքից գրում է որ ձայնը չկա հումոր է Միկրոֆոնը չի լսվում Բարև ձեզ Բարև, շատ բարև Ոնց եք Հարիկ ջան Ինչ ունեք ասելու մեզ Ինչ ունեք մեզ ասելու ինչ հարց ունեք Ինչ դիտողություն Թոշակն ապիցրցնեն Դե պերցեցրինք մի քիչ Ապրիլի 1-ից բարձանում է 10,000 դրամ անկանխիկ էլ թորնիկներին տվեք քարտը թող անկանխիկով առևտուր անեն մի 10,000 էլ տեղ կգա պլյուս դեղեր առնում եք Դարև դեղվեր, ճշում ունեն պացրու Հիմա բա քիչ եք գնում այդ դեղերը տրվում հա Ինչի՞ չեք գրում հիմա մենք ձեր դեղերը մենք ենք առնում Ստացել եք դեղերը Հա, բարում Նոր եմ Փողը տվել եք դեղի Հա, փողը հալա իրակ պիտի տան
Ամեն ինչ ասեցի։ Ասում որ իրանք դեղերը խմում են, իրանք հələ պետք է փողը տան։ Բարև ձեզ տղերք։ Բարև ձեզ։ Բարև եղբայր, բարև։ Շատ լավ է։ Լավ ասում այլ մի բան էլ իրանք պետք է փող տան։ Ինչ փող։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Չեմ ուզում ճանապարհային երթևեկության կանոնները մի հա չնայած ընդեղ անցում կա։ Այս անցումով անցնենք գանք ձեզ բարևենք։ Բարձր վարչապետ, ներքին գործերի նախարարության ոտքի ընթացքով ավանցան։ Բարձր։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ բարև։ Ձեզ բարևել ենք այսօր։ Ում չենք բարևել, մի րոպե։ Ում չենք բարևել։ Ձեզ բարևել ենք։ Ձեզ չենք տեսել, չէ։ Ձեզ տեսել ենք։ Ձեզ չենք տեսել, ձեզ տեսել ենք։ Լավ եք։ Լավ եք։ Լավ եք։ Ինչ կա չկա, ոնց եք։ Լավ եք, շատ։ Ինչ տրամադրության եք։ Նորմալ տրամադրություն է։ Ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարց չունենք։ Խաղաղությունը լինի։ Ահա, էլի խաղաղություն։ Շատ կարևոր է։ Այս շատ հետաքրքիր է, գիտեք։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք, սահմանամեծ գոտ է, դրա համար շատ կարևոր է ժողովրդի համար, որ Իսկ զգացողությամբ զգացողության, այդ խաղաղության զգացողությունը ունեք։ շատ լավ են, ժողովուրդը շատ հանգիստ են։ Կարևորն է դա։ Մեզ գիտեք, մեզ համար ամենամեծ բաներից մեկը է առողջապահության ապահովագրությունն էր, որ կա։ Որտեւ նույնիսկ մտածելով, որ ասես վաղը անկարծեն լիներ, հոգեբանորեն ճնշվում ես։ Իսկ հիմա ազատ։ Ես ասում եմ առողջության ապահովագրությունը մենք ոչ միայն եւ ոչ այնքան մեր թոշակառուների, մեր տատիկների, պապիկների համար ենք անում, ոչ միայն եւ ոչ այնքան, ինչքան իրանց երեխեքի։ Որովհետեւ մեր ընտանեկան ավանդույթը ոնց է, ասենք որ մարդը տարիքով ծնող է ունենում, մտածում ասում է դե վերջ է, հիմա տարիքի հետ առողջական խնդիրները գալիս են։ Բա որ լինի, ինչ են անելու, չէ, որովհետեւ հա, այն པարզ բաները, բայց կարա վիրահատության հարցը լինի, այդ վիրահատությունը ինչ բարդության վերջը դա ֆինանսապես, բա իհարկե, բայց եթե այն մարդիկ ովքեր փող ունեն, իրանք ինչ կվճարեն կանեն, բայց ասենք միջին խավի համար այդ պրոբլեմա, ասենք 500,000 դրամ չնախատեսված ծախսանելը, 700,000 դրամ չնախատես, 1 միլիոն էլ չեմ ասում չնախատեսված, դա շատ լուրջ բան է, մարդը պետք է վարգ վերցնի կամ պարտք վերցնի։ Ինչ 1 միլիոն, մի պահ որ սրտի օպերացիան անում էի, պիտի տունը ծախեր, որ այդ օպերացիան անել։ Այո, իսկ այսօր մենք վիճակագրություն Տիկին Ավանեսյան նախորդ ամսվանը չենք բան արել, բայց ասենք մենք վերցնում ենք, տեսնում ենք հանրապետությունում ասենք լավ 20 հոգի, 30 հոգի 2 միլիոն դրամ եւ ավել արժողությամբ վիրահատություն է իրականացրել պետական բյուջեի վճարումով։ Ասենք այդ մարդկանց համար այդ մարդը ինչ ընտրության առաջ էր, կամ պետք է չաներ սայնս բխող հետևանքով կամ ոնց որ ասում կամ պետք է տունը գրավ դներ կամ Պարոն Փաշինյան, բյուջեն շատացրեք, որ մյուս տարվանից չեմ անում գեր, մնացած խավերն էլ օգտվում, որպեսզի բողոքներ չառաջանան։ Մնացած խավերն էլ են օգտվելու եւ ոնց են առաջ գնում։ Ստացվում միջոցառումները։ Էսա նախարարը կասի հիմա։ 27 թվականից միանում են բոլոր աշխատավարձ ստացողներ, քաղաքական պայմանագիր ունեցող, բոլորը միանում են։ 28 թվականի հունվարից էլ արդեն գյուղացիական տնտեսություններ
29 թվական բոլորը մինչև արդեն ապահոված։ Շատ կարևոր հարց է, շատ։ Հիմա տեսեք համայնքի ղեկավարն էլ է ստեղ երեխեքը ես շատ կարևոր է որ այս շրջապտույտը բոլոր քաղաքացիները ֆիքս են երեխեքը եկել են ասում են խաղահրապարակը թողել լինի հիմա երկու տարբերակ կա խաղահրապարակը կամ պետք է անի համայնքը կամ կառավարությունը կամ համայնքն ու կառավարությունը իրար հետ հիմա համայնքը ասենք լավ բարեգործությունով կարելի է մի հատ անել երկու հատ անել 3 հատ անել որտեղից է քաղաքացին իր գույքարկը վճարում է բյուջեն ոնց է մարդիկ պետք է առևտուր անելիս չնեղվել նախ նրանք ովքեր վաճառում են տան այն օրը դուրս գրեն ՀԴՄ առնողներն էլ ուզեն ՀԴՄ որ այդ գումարը գալիս է ձևավոր մոտ ես ինչքան նկատում եմ բոլորն էլ ՀԴՄ-ն տալիս է դե լավ է շատ լավ է որտեղ այն օրը աշտարակում հա զարգանում հա չէ արտազգացումը առանց ասելու էլ իրանք խփում տալիս են այդ շատ լավ է շատ կարևոր բայց այդ խաղահրապարակը ես ասեմ մեր երեխաները հայատում են խաղանում խփում են պատահան ջարդում են մեկը մեղավոր չեն լավ կլինի որ սարքեն էլ դե հիմա միջոցները որ լինի կանեն չէ դե բայց խնդիրը մեզ էլ հրաշալի համայնքապետ ունենք շատ լավ է տեսեք այստեղ այսօր կապանում էլ եմ ասում են այսքան սարք Գորիսում ինչքան սուբվենցիա են կարել ասենք վերջին 18 թվից այս կողմ լավ ասենք 1.5-2 միլիարդ ստաբիլ անում այդքան արել ենք այդքան գործ արվել է բայց ծերը չի երևում չէ ասենք հենց ինչքան էլ գործ կա անելու այսքան անում մենք ծերը չի երևում 23 սուբվենցիոն ծրագիր 4.2 միլիարդ 18 թվից ավարտվածները միայն 18 թվից միջև հիմի միայն ավարտված հասկանում եք այնքան ծավալի գործ կա բայց մի հատ ուրիշ խնդիր էլ կա չի ավարտվելու գործը երբեք որտեղ ասենք կարա համայնքում գործը ավարտվի չի կարա բացառված բան է այդ ամենը այն մեկը արդեն մաշելու է ել չեմ ասում հույսով եւ հավատով նոր շենքեր են հայտնվելու երեխեք են շատանալու դպրոցի կարիք ալնելու մանկապարտեզի կարիք ալնելու խաղահրապարակ ջրի նոր համակարգի կարիք ալնելու այսինքն աշխատանքը չի ավարտվելու մանկապարտեզ ասեցիք շատ լավ կլներ որ արագ մանկապարտեզներ սարքվի որտեղ դե ինչքան կոնկրետ իմ փոքր թորնիկը 500 մանկապարտեզ են կառուցում լավ մանկապարտեզային պայմանները չկա ուղղակի գիտեք կարևոր է չէ որ երեխան նորմալ միջավայրում մեծանա զարգանա հանրապետություն 500 դեպի շնորհակալ եք ինչ են որ արել եք շնորհակալ եք մենք ենք շնորհակալ դուք եք հնարավորություն տվել որ անենք որ դուք հնարավորություն չտայիք ձեր վստահության համար ենք շնորհակալ որ այդ հնարավորությունը եւ հույս ունենք որ առաջիկա ընտրություններում էլ այդ վստահությունը կվերահաստատեք լավ եղեք եղավ շնորհակալություն հաջա արի տեսնենք ինչ անունդ ինչ ես ասում Ալիտա ջան մի հատ նվիրեմ սրանից քեզ հələ մի հատ էս կպահի հա ահա եղբոր համար, մի հատ է եղբոր համար։ Ինչ է եղբոր անունը։ Շատ լավ։ Սիրել եք այս նշանները։ Լավն է, չէ։ Հաջան։ Բարև եղբոր։ Բարև շաբետ, ես զոհվածի ծնող եմ։ Փառք ու պատիվ մեր հերոսների։ Փառք ու պատիվ։ Խոնարհվում։ Այդ երեխեքի արդյունքն է։ Իրանց վաստակն է։ Այո։ Իմ տղաս այս 5-րդ տարին է, 6-րդ տարին զոհված է։ Սպա է եղել։ Հիմա իր ընտանիքը բարձով է։ Ով փախա, ով եկա, փառք Աստծո, մրևին մեծ մասին հնակարնով ապահովել եք։ Բայց իմ տղաս հիմա բարձո ամունում է մարդկանց տանը, որ փախել են։ Լավ, դե հիմա տենց պետք չի ասել։ Մարդկանց տանը ապրում են, ինչ եք լարվածություն մտցնում։ Որտեղ ստենց են հասցրել։ Անտուն ունեն, աման ինչ ունեն։ Ափսոս նախարարը պաշտպանության այցի աստեղ չի, որ մի հատ իմանայինք ինչ ծրագրեր են կանում։ Երկու երեխա։ Սոցիալական էսպայրներ նախարարության այդ ծրագիր ունեն։ Վարշապետը բնակարաններ են սարքում, բազմաբնական շենքերի վերև մի հատ հարկ ավելացնում ենք ու ֆունդամենտները ուժեղացնում շենքի։ Մենք պայմանավորվել ենք, ես այդ միանշանակ այնելու այն չի կարա չի։ Կներեք որ ձգվում է, բայց կլինի։ Չէ, հիմա վարձով են։ Իմ խոնարհումը ձեր առաջ եւ ձեր ընտանիքի առաջ։ Ժամանակն է շարժվում։ Բարև ձեզ։ Ինչ անունդ։
Այս sense էս էլ քեզ ասեք։ Բարև ձեզ։ Պարոն վարչապետ, ուրեմն ձեզ ենք դիմում սպայական շենքի 20 թոշակառու եւ գործող սպաների անունից էլի 18 թվականից պետք է մեր սպայական շենքը ճանաչվել է կառավարության որոշումով սեփականացման դիտանի։ Այն որ ինձ նամակ եք գրել, էլեկտրոնային փոստով գրել, գիտեմ, տեղյակ եմ, նախարարին հանձնարարել եմ զբաղվում։ Գնանք դե արդեն ուր ավտոբուսը։ Ես ժորա անունս մեր Ջոջո կամուրջի Կարուցո Խնձորեսկի։ Հա եղբայր։ Ճանապարհի հարցով ձեզ դիմել եմ։ Որ ճանապարհի Խնձորեսկի։ Խնձորեսկ Ջոջո կամուրջ տանող ճանապարհը։ Պարոն Խուդացյան, Խնձորես Ջոջող կամուրջ ճանապարհի հետ կապված պլանն է։ Նախագիծ ունենք, պայմանավորվել ենք արդեն, բայց 2027-ի ցանկում կընդգրկենք։ 27։ Այսքան դիմացել ես մի քիչ է դիմացել։ 70 տարեկան եմ դիմալամ։ Չէ։ 70 շատ գերտասարդ տեսք ունեք, այնց որ դու բերեք նվիրեք էլի։ Չեմ կարա նախընտրական շրջանում չեմ կարա նվերել։ Հա, դավա, օրինակ։ Բարև եղբայր, մի հատ տուր եք։ Որքերում հուսամ։ Դե նախագիծ ասեց կա։ Հոպ։ Այդ նախագիծը որ կա, գիտեք ինչ նշանակում, այդ նշանակում է որ կառուցման process-ը սկսել է։ Նորից հանել եք։ Կիսատ մնացել։ Շատ լավ։ Ես այդ տեղը շատ սիրում եմ, այնց որ շատ լավ զբոսաշրջային տեղ է։ Զբոսաշրջությունը ագին ակտիվ։ Ես եղանակներին օրենք չեք վարչապետ երեխեք ինով հոսք է գոյացել։ Շատ լավ արի։ Սրանից ունեք դուք։ Սիրում եք սա, ուզում եք սրանից։ Հաստատ իշտեի տապեք, լավ է, թողեք մնա ինձ մոտ։ Լավ է, որ երեխեք սիրել են ես։ Չպրծավ, էլի կա։ Պրծներ ոչինչ, հաջորդ անգամ որ գանք կբերենք ձեզ համար։ Բարև եղբայր ջան։ Ոնց վարչապետ, սա քարտաղամասից հասել եմ, այստեղ որ ձեզ մի քանի հատ հարց ունեմ։ Խնդրեմ եղբայր ջան, խնդրեմ։ Պարոն վարչապետ։ Հա ջան։ Մենք մեր բակի երեխաներով արդեն ցեխերի մեջ ենք խաղում ու այնտեղ հրապարակ չի։ Բա կարող եք դուք ձեր ծրագրով մեր թաղը ասֆալտանել։ Ուրեմն եղբայր, քո ասածը մենք արձանագրեցինք, բայց հիմա օրենքով մենք սահմանափակումներ ունենք նյութական խոստումներ տալու։ Քո ասածը ինձ հետ կպահեմ, հետո պարոն քաղաքապետի հետ առաջիկայում պարոն քաղաքապետը կհիշեցնի, մենք այդ թեմային ինչ որ ձևով անդրադարձ երևի կունենանք, էլի։ Ես շատ գոհ եմ մեր քաղաքապետից, որովհետև ինքը մեր քաղաքը շատ գեղեցիկ է պահում ու շատ մաքուր։ Շատ լավ է։ Կարելի է մի երկու հարցեր ես։ Մի երկու արդեն գնալու մեր ժամանակն է, գիտեք, մի հարց տվեք, էլի խնդրում եմ, որովհետև ուշանում եք։ Սենց ասեմ, էլի ունեմ 5 անչափահաս երեխա Արցախից։ Աստված պահի։ 4 երեխոն սերտիֆիկատներին համապատասխանել է, մեկը ոչ համապատասխան։ Ոչ կարող եմ երեխեքից նպաստ ստանալ։ Պարոն Թորոսյան, բանկերը մի տեղից քաշում են տանում տված աջակցությունները, երեսների վերաբերյալ։ Ինչի պարտքեր ունե։ Տունը ճգնաժամի մեջ է։ Պարտքեր ունե։ Վարկ եք վերցրել։ Վիրահատության կարիք ունեմ, չեմ կարող ոչ մի բանի մասնակցեմ։ Տունս այսօր ադու մի հատ մսծն թող կարիքը գնահատի, էլի։ Հա, ասեք ձեզ Արդեն գրել եք։ Շատ լավ։ Գնացինք ժողովուրդ ջան։ Շնորհակալ, որ հասցնենք, էլի։ Բարև եղբայր։ Շնորհակալ ենք։ Սիրելի գոյություններ, առայժմ լավ եղեք։ Ահա, այսպիսին էր Գորիսի մեր այցը, հա, փաստորեն լսեք, հարգելի գործընկերներ, փաստորեն մենք ընդամենը 200 մետր կարեցանք քայլենք, ժամում 200 մետր, ու լավ է, այսքանը։